Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող իսլամաֆոբիա, նախապաշարմունքների բացահայտում եւ խարանների ոչնչացում թեմայով միջազգային գիտական համաժողովի մասնակիցներին։ Ուղերձը ընթերցել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը։ Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների փորձագետներ, կրոնական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտնականներ մոտ 40 երկրներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Իսմայիլում Ադրբեջան Coca-Cola Bottlers ընկերության նոր արտադրական օբյեկտի բացմանը։ Երկրի ղեկավարին ձեռնարկության մասին տեղեկացրել են տնտեսության նախարար Միքայել Ջապարովը, թուրքական Անադոլու գրուպ ընկերության խորհրդի պատվավոր նախագահ Թունջայ Օզիլհանը եւ Ադրբեջան Coca-Cola Bottlers LLC-ի գլխավոր տնօրեն Ռենա Մամեդովան։ Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է 80 միլիոն մանատ։ Գործարանը, որը համապատասխանում է միջազգային որակի եւ անվտանգության չափանիշներին, մշտական աշխատանքի ապահովում ավելի քան 100 տեղացի բնակիչների համար։ Սա Coca-Cola Bottlers LLC-ի երկրորդ արտադրական օբյեկտն է Ադրբեջանում։ Նոր ձեռնարկության կողմից արտադրվող արտադրանքը նախատեսվում է վաճառել հիմնականում ներքին շուկայում։ Ադրբեջան Coca-Cola Bottlers LLC-ն Ադրբեջանում արտադրությունը սկսել է 1996 թվականին։ Մինչ օրս ընկերությունը $200 միլիոն է ներդրել Ադրբեջանի տնտեսությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 26-ին Երևանյան երկխոսություն ֆորումի ժամանակ հնչեցված դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի անպատրաստակամությունը փոխելու իր սահմանադրությունը, տարածքային պահանջները վերացնելու եւ խաղաղության գործընթացում արկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում այդ երկրի խաղաղության նկատմամբ հանձնառության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Բացի այդ, Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը անտեսելը եւ այս հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Քանի որ հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, լուծված է, Ադրբեջանն իրավացիորեն պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի հետաձգումը միայն մեծացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ, ընդգծել է Հաջիզադեն։ Հայ եկեղեցին հայ ժողովրդին պատրաստում է ռևանշիզմի, այլ ոչ թե խաղաղության։ Այս մասին Բաքվում իսլամաֆոբիա, նախապաշարմունքների բացահայտում եւ խարանների վերացում թեմայով միջազգային գիտական համաժողովում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալաշքյուր Փաշազադեն։ Նա համարում է, որ Հայաստանի կողմից ինչ-որ ժամանակ օկուպացված ադրբեջանական հողերում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը մզկիթների եւ պաշտամունքների վայրերի ոչնչացումն է։ Կովկասի մահմեդական վարչության նախագահը նշել է, որ բացի ադրբեջանցիների իրենց հայրենի հողերից նպատակագրված վտարումից, Հայաստանում իսլամաֆոբիա օրինակ է հանդիսանում Արևմտյան Ադրբեջանում գտնվող Իրավանի ավագանու գործունեության կասեցումը, որտեղ կա ավելի քան 300 պաշտամունքի վայր։ Սակայն վարչության մայիսի 22-ին կայացած ավագանու նիստում որոշում է կայացվել վերականգնել Երևանի ավագանու գործունեությունը։ Նրա խոսքով անհրաժեշտ է համատեղ պայքար մղել նրանց դեմ, ովքեր իսլամն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Ազգային եւ բարոյական արժեքները մեր ժողովրդի հարստությունն են, որն պետք է պաշտպանված լինի արտաքին ազդեցությունից։ Ֆրանսիայում, Դանիայում, Շվեյցարիայում եւ այլ երկրներում իսլամաֆոբիան լայնորեն տարածված է։ Հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել եւ ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման արդյունքներին ամփոփող հայտարարության ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ,
որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի, եւ թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետեւ իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ։ Այն փաստը, որ մենք այս միջավայրում, միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն, ասել է վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ ընդունել է Սլովակիայի վարչապետի առաջարկը այցելելու Սլովակիա։ Իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկխոսություն տարբեր խմբերի միջև։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի էպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն։ Բաքվում անցկացվող իսլամաֆոբիա, կողմնակալության բացահայտում եւ խարանների ոչնչացում թեմայով միջազգային գիտաժողովում։ Սա արդեն երրորդ միջազգային համաժողովն է, որը նվիրված է իսլամաֆոբիայի դեմ պայքարին։ Այն համախմբում է գիտնականների, կրոնական առաջնորդների, քաղաքական գործիչների, տնտեսագետների։ Իմ կարծիքով այստեղ գլխավորը երկխոսության կարևորության շեշտադրումն է, որովհետև եթե բոլորը փակվեն իրենց խմբում, ես մուսուլման եմ եւ չեմ ուզում որևէ ընդհանուր բան ունենալ քրիստոնյաների կամ հրեաների հետ, կամ հակառակը, ես հրեա եմ եւ չեմ ուզում շփվել մուսուլմանների հետ, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս փակ մտահոգությունը ոչ մեկին չի օգնի, ասել է նա։ Ֆեկետեն նաև ասել է, որ այցելել է Աղդամ եւ նշել, որ իր համար դժվար էր տեսնել ավերման հետևանքները։ Երբ մարդը ատելությունից մղված կամ աֆեկտի մեջ գտնվելով ոչնչացնում է այն ամենը, ինչ թանկ է ուրիշների համար, դա վկայում է կամ կրթության պակասի, կամ մարդկային հարաբերությունների կորստի մասին, նշել է նա։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։ Dünyaya açılan pencere. Beynelxalq Radio.